Ինչու երիտասարդները չեն գնում այդ թե, որովհետև նախ երիտասարդները խելացի են, նրանք կարողանում են fact checking անեն, այսինքն փաստերը ստուգեն։ Եվ նրանք ստուգում են, որ այդ մարդկանց խոսույթը իրական փաստերի վրա չի հենված, մեկ, եւ երկրորդը նրանց խոսույթը եւ նրանց գործողությունները ուղղված են մեկ բանի՝ պաշտպանել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Եթե երիտասարդները չեն գնում Նիկոլ Փաշինյանի էլեկտորատ, հետաբար չեն գնում նաեւ նրանց սպասարկող պրոքսի ուժերի էլեկտորատ, որտեղ եթե դու պետք է իշխանությանը կողմ լինես, այնա իշխանությանը կողմ կլինես, անպայման ինչ որ fake ուժի գնաս միանաս, որ այս fake ուժը քու ձայնը տանի դա իսկական իշխանական ուժին, այնա կգնաս ու իշխանական ուժ, անիմաստ է։ Եվ ինչու երիտասարդը դա հասկանում, որտեղ երիտասարդները խելացի են, ստուգում են։ Ես չեմ ասում մյուս սեգմենտները խելացի չեմ, բայց երիտասարդը ժամանակ կարող է տրամադրել, ստուգել, ոչ միայն լսել, այլև ստուգել այդ մարդը ինչ ասեմ, իր ասած ինչքանով է արժանահավատ, ինչքանով է փաստահեն, ինչքանով է ինքը լավ որևէ ձևի երիտասարդի համար ներգրավող, որովհետև կներեք մի բան, եկեք քննարկենք։ Ձեր ասած, ես դա ճակերտներում եմ, Եվրոպամետ ուժ է, ասում Եվրոպամետ։ Այդ մարդիկ ոչ իրանց խոսույթով են Եվրոպամետ, ոչ հակուկապով են Եվրոպամետ, ոչ պահվածքով են Եվրոպամետ, ոչ իրանց շարժու ձևով, ոչ իրանց բանով, լեզվամտածողությամբ։ Այդ մարդկանց մեծ մասը ռուսերեն մտածող մարդիկ են, նրանք խոսում են ռուսերենից են իրենց խոսքը թարգմանում։ Նրանք անգլերեն չգիտեն։ Ռուսաստանից է ֆինանսավորում, որ Հայաստանում եվրոպական արժեքները փնովեն։ Չի բացառվում, որ ագենտուրա կա այդտեղ, որովհետև իրենք իրեն չոր, նայեք, իրենք կա անգլերենով պետք է ասեմ, էլի։ Կա sense հասկացություն, կոչվում է over promising, այսինքն խոստանալ ավելին, քան որ կա, չէ՞, եւ under delivering։ Եվ արդյունք տեղ հասցնել, չգիտեմ ոնց թարգմանեմ հիմա այս բանին, այնքան ինչքան որ ավելի քիչ քան խոստացել ես։ Հիմա այդ մարդիկ են ինչ որ խոսում են եւ ինչ որ կա իրականում եւ կարող է լինել, բացարձակապես իրար հետ կապ չունի։ Եվ այդ սուտը կեղծիքը ուղիղ հարված է հասցնում Հայաստանում եվրոպական ինտեգրացիայի ուղղված որևէ ջանքի, որը 91-90-ականներից մինչև այսօր անկախության հռչակագրի ընդունումից մինչև այսօր կա։ Այսինքն այդ մարդիկ ոչ մի աղերս չունեն։